Լոռու մարզը հանրապետական առարկայական օլիմպիադաների այս տարվա արդյունքներով մարզերի թվում առաջատարն է։ 2025-2026 ուսումնական տարվա օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 136 աշակերտ, 57-ը դարձել են մրցանակակիր։ Զիջել ենք միայն մայրաքաղաք Երևանին, եւ սա գնահատում եմ որպես շատ դրական արդյունք։ Ընդհանուր 136 մասնակից ենք ունեցել հանրապետական փուլին, որից 36 աշակերտներ գրավել են մրցանակային տեղեր, առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի դիպլոմով են պարգևատրվել։ Ես հիմա ավելի մանրամասն նշեմ, առաջին կարգի դիպլոմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ստացել է 6 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմ 11 աշակերտ եւ 15 աշակերտ երրորդ կարգի դիպլոմ։ Սա շատ բարձր ցուցանիշ է։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի առաջին դպրոցական փուլին մասնակցելու համար Լոռու մարզից գրանցվել էր 11684 աշակերտ։ Գրանցված մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել էր 1969-ով։ Մարզի ղեկավարը կարևորեց նաև մարզային հաջողությունները միջազգային օլիմպիադաներում, այդ թվում թիմային պայքարում։ Վանաձորի Էվրիկա դպրոցի թիմը արհեստական բանականության օլիմպիադայում 120 երկրների շարքում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Վանաձորի մաթեմատիկայի բնագիտական առարկաների խորացված ուսուցման հատուկ դպրոցի մեր հայտնի Էվրիկա դպրոցի ուսաներից Միքայել Ալեքսանյանը մասնակցել է 2 միջազգային օլիմպիադաների միանգամից եւ Մոսկվայում կայացած քիմիայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել, Տաշկենտում նորից քիմիայի միջազգային օլիմպիադան նորից բրոնզե մեդալ։ Նույն Էվրիկա դպրոցի սան Մերի Վիրաբյանը Տաշկենտում մասնակցել է քիմիա առարկայի միջազգային օլիմպիադայի արժանացել գովասանագրի։ Նորից Էվրիկա դպրոցի սաներից Արամ Ամիրխանյանը մասնակցել է Աստանայում կայացած արհեստական բանականության միջազգային օլիմպիադայի եւ արժանացել բրոնզե մեդալի, այսինքն մենք կարող ենք նշել, որ քիմիայի ուղղությամբ արհեստական բանականությամբ դպրոցականների շրջանում աշխարհի 3-րդ ուղեղները ապրում են Վանաձորում, մեր մարզ կենտրոնում եւ սա իսկապես շատ ուրախալի է եւ բարձրանալու նյութ է մեզ համար, մեր դպրոցականներով։ Հանրապետական օլիմպիադաներում լավագույն 4 արդյունքները ցուցաբերած դպրոցները Վանաձորում են։ Էվրիկա 8 դիպլոմ 7 գովասանագիր, Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց 6 դիպլոմ 2 գովասանագիր, Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց 5 դիպլոմ 1 գովասանագիր եւ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոց 3 դիպլոմ 2 գովասանագիր։ Մարզի համար սա կարևոր ձեռքբերում է, որը միաժամանակ նոր նշաձող է սահմանում հետագա տարիներին ավելի բարձր արդյունքներ գրանցելու եւ աշակերտների գիտելիքն ու ներուժը լիարժեք իրացնելու համար։ Ակնկալում ենք այս թվերի բարելավում, այն ինչ կա գնահատում եմ լավ, բայց ուզում եմ չբավարարվենք ձեռք բերածով, առավել եւս հետ դարձ չունենանք, այսինքն նահանջ չունենանք, թվերի դեգրադացիա չունենանք, ընդհակառակը ունենանք պրոգրես, ունենանք աճ, ունենանք նոր հաջողություններ։ Ըստ Մկրտչյանի, նորակառույց կամ հիմնանորոգված դպրոցներ, ատեստավորված ուսուցիչներ, հաջողության հասած աշակերտներ։ Սրանց համադրությունն է, որ մարզը կրթական ոլորտում ունի եւ կշարունակի ունենալ նման արդյունք։ Կամավոր ատեստավորումների թվով էլ մենք շատ լավ ցուցանիշներ ունենք, մարզում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը ատեստավորման ռեկորդային ցուցանիշ ունեցել ենք 2025 թվականին, մասնավորապես 702 ուսուցիչ հայտ է ներկայացրել կամավոր ատեստավորվելու եւ 489 ատեստավորվել է։ Ընդհանուր 925 ատեստավորված ուսուցիչներ ունենք մարզում եւ եւս մեկ բաղադրիչ, որին կուզեմ անդրադառնալ, դա նորակառույց դպրոցներն են, հիմնանորոգված կամ վերանորոգված։ Մենք 28 դպրոց 0-ից կամ կառուցել ավարտել ենք, կամ հիմնանորոգել կամ վերանորոգել եւ եւս 25 դպրոց ընթացքի մեջ է գտնվում։ Միայն Վանաձորում, որ պատկերացնեք, այս պահին 19 դպրոց թվով 0-ից կառուցվում է, վերանորոգվում, հիմնանորոգվում կամ վերակառուցվում։ Կարևորելով ուսուցչի մասնագիտական տոնը եւ գնահատելով նրանց աշխատանքը, նախորդ տարի մարզպետ Արեն Մկրտչյանը ուսուցչի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց 52 տնօրենի եւ ուսուցչի։ Ելնելով աշակերտների ցուցաբերած արդյունքներից ու ատեստավորված ուսուցիչների թվից, այս տարվա միջոցառման պարգևատրվողների թիվը անհամեմատ մեծ է լինելու, նկատում է մարզի ղեկավարը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։